Ուշագրավ է լինելու, բոլորիդ խորհուրդ եմ տալու դա դիտել հունիսի 7-ին։ Պարոն Ալեքսանյան, իշխանությանը 65% պետք է, որպեսզի կարողանա սահմանադրության նախագիծը հավանության արժանացնի եւ դնի հանրաքվեի, միայն դա է 65% ունենալու նպատակը։ Մենք կարծում ենք, բացի դրանից, բացի ամեն ինչից վերացարկվելով, մենք կարծում ենք, որ նախորդ ընտրությունների համեմատ մենք շատ մեծածավալ աշխատանք ենք կատարել ու այդ աշխատանքը նաև պիտի արտացոլվի, այդ աշխատանքի գնահատականը մենք կարծում ենք, որ լավ կլինի, որ արտացոլվի քաղաքացու քվեում։ Սա էլ է կարևոր հանգամանք։ Բայց կա այնուհանդերձ մտավախություն, որ սահմանադրության նախագիծը խորհրդարանում հավանության չարժանանալու ռիսկ կարող է առաջանալ եւ այդ պարագայում իշխանությունները ինչ են անելու, հաշվի առնելով որ արտաքին Կներեք, ես բանը այդ ընտրական կանխատեսումներ անելը տոկոսային հարաբերություն եւ այլն, ինչպես կլինի, այս մեկը ինչ կլինի, այն մեկը ոնց կլինի, ինչպես կլինի, ես դրա էլ կշարժվենք առաջ, բայց իմ կարծիքն է, որ դա լավ ժանր չի քաղաքական գործչի համար առհասարակ նման կանխատեսումներ անել։ Ուրիշ բան, այո, մենք կարանք հայտարարենք եւ մենք հայտարարում ենք, որ մեր ակնկալիքը եւ մեր նպատակը այս ընտրություններում սա է, բայց սա մեր նպատակն է եւ ոչ թե մեր կանխատեսումը կամ մեր, չգիտեմ, երաշխավորված ինչ-որ մի բան, սա մեր ակնկալիքն է եւ մեր նպատակը այս ընտրություններում։ ԿՊ-ում քննարկվել է սահմանադրության նախագիծը, ավարտվել է այդ քննարկումները, թե չենք ավարտել, բազմիցս քննարկվել է։ Տարբեր, ամենատարբեր քննարկումներ կան ամենատարբեր ձևաչափերով։ Կներեք, դուք կարդացել եք, պարոն Ալեքսանյան, Որ մեկը մի քանի նախագիծ եմ կարդացել, ինչպես գիտեք, չէ, չգիտեմ վերջինը որն անկեղծ ասած, ես պետաիրավական բլոկից չեմ ու այդքան շատ ներգրավված չեմ այդ աշխատանքներում, բայց սևագրային մի քանի օրինակ այո տեսել եմ։ Չեմ կարող ասել, կարծում եմ համապատասխան մենք պատրաստ ենք անգամ երկու անգամ հարակվե անցնել։ Այսինքն կարծում եք, որ դրա կարիք կլինի, այդպես մտահոգություն կա, որ առաջին չի հաջողվում։ Այստեղ կարծելու մասին չի խոսքը, այստեղ էլի այտենց իրավիճակի նկարագրություն ա եղել։ Ես ինչքան եթե չեմ սխալվում, հարցը այդպես էր ձևակերպված, որ եթե այսպես լինի ինչ կանեք, դա էլ դրա պատասխանն է արկել գործիքին։ Դուք անդադ խոսում եք ընդդիմադիրների կաշառքի մասին, բարեգործության այդ արգելքը խախտելու մասին, բայց ձեզ ընդդիմադիրներն ասում են նախընտրական տարի սկսվելուց պես դուք պետական բյուջեի հաշվին եք կաշառք տալիս հասարակությանը, ապահովագրական համակարգի ներդրումը, թոշակների բարձրացումը, օրինակ նույն ասում են կաշառել եք նաև զինվորների ծառայության ժամկետը կրճատելու այդ հանգամանքը, այսպես թվում են շատ բաներ, օրինակ էլ ինչ այդքանը դեռ Պարգևավճարները, պետական համակարգի ներքինողացումը, որոնք նախընտրական Շատ լավ։ ճիշտ ավելի քիչ քան այն միլիոնները Շատ լավ։ ստանում են Շատ լավ։ Դե եկեք ուրեմն հասկանանք։ Նման բան ասող ընդդիմադիր գործիչը կներեք ինձ այս բառի համար, բայց տգետ է։ Ինչի՞։ Որովհետև դրա համար պետք է ընդամենը 21 թվականի քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագիրը բացել կարդալ։ Այնտեղ տեսնել։ Զինվորական ծառայության ժամկետի կրճատում, որը այո իրականացրել ենք։ Կարդալ հաջորդ տողով թոշակների բարձրացում եւ հասցնում նվազագույն սպառողական զամբյուղին նվազագույն կենսաթոշակը։ Հետո կարդալ առողջապահության պարտադիր ապահովագրություն։ Միայն նախընտրական տարում եւ ընդամենը 2-3 ամիս առաջ։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունում բացի մեզնից եղել է 3 տարբեր քաղաքական մեծամասնություն։ Այդ 3 տարբեր նման բան չի ասվել, պարոն Կիրակոսյան, դա կեղտոտ մանիպուլյացիա է, կոնտեքստից կտրած, հակապցրեք անպայման ուրեմն վարչապետի խոսքը ամբողջությամբ կթողնեք, որտեղ հստակ երևում է, որ վարչապետը ասում է մարդու ծախսի, թոշակառուի ծախսի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ ծախսը առողջապահությունն է։ Այդ 10,000 դրամը եթե ավելացնենք, ինչ է անելու, տանելու է ծախսի իր առողջապահության վրա։ Այդ կտոր եթե ամբողջությամբ թողնելու եք նկատենք, որ տենց է ասվել, այո, ասվել է, ու այդ ընդհանրապես հակասություն չեմ տեսնում։ Դուք տեսնում եք հակասություն։ Ես հիշեցնում եմ, ես Չեք հիշեցնում, դա կոնտեքստից կտրած կեղտոտ մանիպուլյատիվ հնարք է եղել։ Չէ, ձեր հարցը չեմ որակում, ես խորհրդում եմ ընդդիմության այն բանի մասին, որ այդ խոսույթը սենց կոնտեքստից կտրած
կեղտոտ մանիպուլյատիվ հնարքով ներկայացնում են թե իբր ասելա չգիտեն ինչի վրա ծախսեն, այնինչ մարդը խոսում էր նրա մասին, որ 10,000 դրամը եթե ավելացնենք, մարդը մեկա տանելու է ծախսի առողջապահության վրա, ու միևնույն է այդ հարցը չի կարողանալու լուծի։ Իսկ առողջապահության ապահովագրության մեր 600,000 քաղաքացիներ բազմամիլիոնանոց վիրահատություններ են ստանում։ Ամիսը մենակ 20,000-ի, 30,000-ի, 40,000-ի դեղ են ստանում, հələ այդքան լինել վրադիր, մի հատ էլ թոշակները 10,000 դրամով բարձրացնենք։ Ինչի հնարավորություն ունեին Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին իշխանությունները։ Թե ինչի չեն արել, կարող եք այդ հարցի պատասխանը գտնել նրանց անձեռակերտ դղյակների պատերը նայելով։ 102 միլիոն եվրո, եթե չեմ սխալվում, հարկային պարտավորություն է ստանձնել, որպեսզի համակարգը։ Ես կարծում եմ, որ դա շատ լավ գին է մեր թոշակառուների եւ մեր ծերերի առողջության համար։ Այո, պետական պարտքը նույնիսկ եթե ներգրաված է եղել, դա շատ նորմալ է, պետական պարտ նախկինում էլ է ներգրաված եղել, բայց չգիտես ինչի ոչ մեկ դրանից ոչինչ չի տեսել, իսկ հիմա պետական պարտքը երբ որ ներգրավում է, մարդիկ տեսնում են, որ իրենց տատիկները, պապիկները, իրենց ծնողները անվճար բուժում են ստանում։ Մեր ծերերի առողջությունն էլ, եթե ձեզ գումարի գինն է հետաքրքիր, մեր համար անգին է։ Պարոն Ալեքսանյան, ինչպես նշեցիք, կանդիմության վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է լինելու, այդ դեպքում իրենք ինչ են խուսափում, այսպես պարզ խոսել դրա մասին, մտածում են, որ գուցե ժողովուրդը այսպես հիասթափի ձայն Դե որովհետև Քոչարյանի խմբակցության պատգամավորները այդ մասին պարբերաբար հարցազրույցներ են տալիս։ Վերջերս կարծեմ պարոն Արտուր Խաչատրյանն էր, որ փաստացի ասաց հետևյալ. դե միջև ընտրությունը պարզ է, տենց պետք է ասեն, այ հետո կխոսանք։ Պարոն Ալեքսանյան, բնեք, դուք որ ասում եք Քոչարյանի պատգամավորը Ծառուկյանի ցուցակում է։ Նորմալ է, որ օրինակ Լուսավոր Հայաստանից պարոն Գոնջորյանը եկավ, պարոն Պապոյանը վերագրում էին հանրապետական լինելը, ձեզ հայտնի է, որ ձեզ վերագրում էին Դե հա, դա սոտերի այն բազմաթիվ շարքն է, որ պարբերաբար ինձ հետ փորձում են կապեն, հենց որ հատկապես ճարահատ վիճակում են հայտնվում ընդդիմադիր գործիչներ, օրինակ չգիտեմ, ինչ որ ստացվում է մի դրվագ, որ հետս գալիս են բանավեճի, ջախջախվում են ակնհայտորեն, հետո սկսում են այս սուտը նորից տիրաժավորել, բայց նորմալ է մի քաղաքական թիմի հետ քաղաքական համագործակցությունը դադարեցնել օրինակ, մյուսի հետ քաղաքական համագործակցություն սկսելը, հատկապես եթե այստեղ ինչ-որ տենց բան չկա, նույն բևեռի ուժերի մասին է ենթադրենք խոսքը, եթե սրա մասին է խոսքը, բայց երբ որ գործող, հիմա ոնց որ պատկերացնում եք, հիմա ոնց որ մեր խմբակցությունից ինչ-որ մեկը գնա մտնի, առանց խմբակցությունից դուրս գալու, գնա մտնի ինչ-որ մի այլ ցուցակ, ու այդ ցուցակը հայտարարի, որ իրանք Նիկոլ Փաշինյանին ձայն չեն տալու, դա աբսուրդ չի հնչի, այս համանից կոմա աբսուրդ կհնչի, ու բոլորն խմբակցության անդամ է, բայց խմբակցության անդամ է։ Հիմա մեր խմբակցությունում այս պահին անկուսակցական Անդրանիկ Քոչարյանը օրինակ մեր խմբակցությունից անկուսակցական պատգամավոր։ Հիմա որ խմբակցության անդամ լինելով գնա ուրիշ ցուցակ ու նման բան հայտարարի, դա նորմալ կլինի։ Եթե պարոն Ալեքսանյան ամփոփելով վստահ եմ ձեզ էլ հասած կլինեն բնակիչների մտահոգություններ, որ ինչ-որ մարդիկ տարածում են, որ ընտրություններից հետո թոշակները նորից այդ ինչ-որ ավելացել է հետ են տանելու, առողջապահության ապահովությունն են անելու, սոցիալական ծրագրեր են կրճատելու։ Դե ինձ թվում է դա անդիմության նախընտրական ծրագիրն է, որը չգիտես ինչի արդյունքում արտահոսք են տվել իրանք, այո, սիրելի քաղաքացիներ, ես վստահ եմ ուղղակի, որ եթե անդիմությունը ընտրվի, անդիմությունը եթե մեծամասնություն կազմի եւ թոշակներն են իջնելու եւ առողջապահության ապահովագրությունն է վերանալու եւ պատերազմը սկսելու Հայաստանի Հանրապետությունում։ Ինչի եմ սրանով վստահ, որովհետեւ կներեք, բայց այդ մարդկանց կոռուպցիոն ախորժակը այլ բանով պահել չի լինի։ Այսքանը Պարոն Ալեքսանյան, Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ նախաճաշում էր Հայաստանի խոշոր գործարարների հետ։ Հետաքրքիր զուգադիպությամբ 8 տարի առաջ նույն այդ օրը հրապարակվել էր մի սկանդալային աղմկահարույց ձայնագրություն, որտեղ հանրապետական Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ գրուպի աշխատակիցներին եւ այլ բիզնեսի աշխատակիցներին ստիպում էին ծանոթ բարեկամ ընկերներով, հարևաններով գնալ եւ Արտակ Սարգսյանին ընտրել։ Այդ
Դեպքով Արտակ Սարգսյանը որևէ պատասխանատվության չի ենթարկվեց եւ հիմա մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի Չենթարկվեց, ես եթե չեմ սխալվում, դե ինչի հիմքով է կարճվե, ես չեմ հիշում։ Դու քաղաքական բաղադրիչին պատասխան։ Ահա, օքեյ։ Եվ մենք հիմա տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից տարբեր մեղադրանքների արժանացած մարդիկ, օրինակ պարոն Սամվել Ալեքսանյանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր ի վերջո Մալազիայի ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությանն է, թե Սամվել Ալեքսանյանի անձնական ոստիկանությունն է եւ հայկական ժամանակի Շատ լավ, պարոն Կիակոսյան, խնդրում հարցը ձևակերպեք։ Պետք է բոլոր օրինակները թվարկել։ Այդքանը որ թվարկել։ Հա, ճիշտ է։ Նիկոլ Փաշինյանը շատ մեղադրանքներ ունի հիշեցրած Սամվել Ալեքսանյանը։ Եվ ինչպես է ստացվում, որ Սամվել Ալեքսանյանը ըստ Նիկոլ Փաշինյանի մարդ առևանգելու համար պատասխանատվության չի ենթարկվում եւ որպես խոշոր գործարար նախաճաշում է վարչապետի հետ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ ու առհասարակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հարգելի գործընկերներ նաև տնտեսության համար պատասխանատվություն ունեն ու շատ մեծ պատասխանատվություն ունեն։ Այն որ զուգահեռ ձեր նշած մարդկանցից առնվազն մեկի հետ կապված վերջերս նաև հրապարակում էր եղել, որ նրան ձերբակալել են եւ այլն եւ այլն։ Ու այդ այսքան չեմ դիմա Արտակ չեմ հիշում ինչ որ նմանատիպ դե մի խոսքով տես նմանատիպ մամուլում առնվազն կամ հրավիրվել էր հարցաքննության ու մեղադրյալի կարգավիճը եթե չեմ սխալվում բայց գուցե դա էլ էական չի իրավապահ համակարգը անում է իր գործը բայց կառավարությունը նաև պատասխանատվություն ունի զբաղվելու Հայաստանի Հանրապետության տնտեսության ու կներեք Սամվել Ալեքսանյանը ոչ մի բանի համար պատասխան չտվեց, բաց են թաքցված հարկերը վերադարձնելը, ոչ ընտրակեղծարարության համար, ոչ նույնիսկ որ Մալազիայում քացով հարվածում էր հեղափոխություն անող Նիկոլ Փաշինյանի կոչով փողոց դուրս եկած քաղաքացիներին։ Դե ես կարծում եմ այդ դեպքերի համար պետք է լինի անհատական բողոք, որպես այդպեսին, կոնկրետ ձեր նշած դեպքի համար, բայց մնացած հարցերը ձեր նշած իրավապահների տիրույթում են, իսկ ինչ վերաբերվում է բուն կառավարության գործունեությանը հազար ներողություն, բայց մենք չենք կարող գնանք ու լուսնից նոր տնտեսություն բերել Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի Հանրապետությունում կա գործարարների կոնկրետ շերտ։ Ու ես օրինակ գիտեք, ես վերջերս ինչ որ տենց նաև դիլեմայի առաջ էինք, թե ընկերներով խոսում էինք, թե որ մարզասրահը արժի գնալ։ Ու ինչ որ բայ որ դե այս մեկը այս մեկինն է, այս մեկը այս մեկինն է, այս մեկը այս մեկինն է, այս մեկն է այս մեկինն է, որը գնանք վերջի վերջո։ Ուտես պարզվեց, որ եթե այս սկզբունքով առաջնորդվենք, որ տնտեսական կոնկրետ այս մարդկանց պատկանող օբյեկտներից չենք օգտվելու կամ նրանց տնտեսական գործունեության հետ կապված փորձելու ենք առնչություն չունենալ, ուղղակի պետք է ոչ մի բան չանենք, որտեղ ստացվել է նենց, որ Հայաստանի Հանրապետությունում այո նախկին իշխանության ներկայացուցիչները բացառիկ տնօրինում են Հայաստանի Հանրապետության բիզնեսի շատ մեծ մասը, բայց սրան զուգահեռ կա ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքը, որը շատ պարոն Կիրակոսյան խնդրում եմ, որը շատ դանդաղ, շատ այսպես բանեղած, շատ բոլորի կողմից քննադատվելով, բայց դանդաղ, բայց վստահ քայլերով շարժվում է ու ցանկացած մեկը ով կարա որևէ առնչություն ունենա ապօրինի գույքի հետ, միանշանակ թե հիմա, թե նախկինում, թե հիմա եւ թե ապագա միանշանակ վերադարձնելու է իր կողմից թալանվածը։ Արտոնյալ գործարարներ Հայաստանում չկա։ Ծառայել են նախկին իշխանություններին, հիմա էլ ծառայում են գործող իշխանություններին։ Խոսքը այդ մասին է, պարոն Ալեքսանյան։ Եվ դուք որպես իշխանություն Հարգելի Ռուզաննա, հազար ներողություն մենք ծառայողների կարիք որպես այդպեսին չունենք։ Մենք ծառայողների կարիք որպես այդպեսին չունենք։ Սպասարկում են ձեր իշխանությունը։ Դե սպասարկողների կարիք էլ որպես այդպեսին չունենք, հարգելի Ռուզաննա։ Եթե ինչ-որ մեկը աջակցում է ինչ-որ քաղաքական ուժի, դա իր գործն է։ Մենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ակնկալում ենք յուրաքանչյուրից, ակնկալում ենք միայն մեկ բան՝ իր ձայնը։ Ձեզնից էլ եմ ես ակնկալում ձեր ձայնը հունիսի 7-ին, հարգելի Ռուզաննա, եւ հուսով եմ, որ դուք ձեր քվեն ձեր խղճի առաջ հանգիստ լինելով Հայաստանի Հանրապետության առաջ ձեր ստանձնած պատասխանատվության առաջ, դուք կքվեարկեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Ակնկալում եք Իրոք Սամվել Ալեքսանյանը Չգիտեմ, իրեն պետք է հարցնեք, շողոջան, ես չգործ ունեմ իմանալ։ Դե եւ ինչ կապ ունի։ Դուք էլ եք հանդիպում բարբերաբար, գնում եք կառավարություն, հարցեր եք տալի, հանդիպում եք, աջակցում եք։ Ուրախ կլինեմ, եթե աջակցեք, շատ նորմալ է, շատ ողջունում եմ դա, հունիսի 7-ին ձեր աջակցությունը խնդրում եմ փաստաթղթավորված քվեի տեսքով կտակ մեր քաղաքական ուժին։ Շնորհակալություն։